Պարոն նախագահ, ես երբեք չեմ կարողանում մոռանալ, երբ որ դուք բանակցում եք Ալիևների հետ։ Ուղղակի սարսափում էին նրանք։ Ես հիմա ուզում եմ, որ դուք նորից այդ նույն սարսափը պատճառեք այս մյուս Ալիևին, Կրտսեր Ալիևին։ Լինելու է, բայց մի հարց, դուք գլխի ընկնում եք ինչու եւ ովքեր չեն ուզում, որ դուք դառնաք Հայաստանի ղեկավար։ Օրինակ ոնց կպատասխանեք այդ հարցին։ Լավ չհասկացա։ Ովքեր եւ ինչու չեն ուզում, որ դուք դառնաք հաղթանակած վարչապետ։ Իսկ դու այդ հարցի պատասխանը բոլորը ունեն։ Ես ասեմ, նախանձները, անկարողները եւ ռուսները մի լավ ասացվածք ունեն, ասում են դուրական закон не писан։ Մեր երկիրը հիմա ղեկավարում են այդ դուրակները, փրկեք այս երկիրը։ Դուք պարտավոր եք, եթե հիշում եք, Ֆրանսիայի հրապարակում, երբ ես մոտեցա ձեզ, խնդրեցի, նույնիսկ չխնդրեցի, ասացի, պարոն նախագահ, ես որ ձեզ աղաչում եմ, ոչ խնդրում եմ, ես ձեզնից պահանջում եմ, որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի, ով իր կյանքը նվիրել է այս երկրին։ Ես ձեզնից պահանջել եմ, որ դուք դուրս գաք։ Շնորհակալություն։ Նայեք, Դուք պարտավոր եք։ Հասկացա։ Այս իշխանությունը, նու կոնկրետ, եթե չեմ սխալում, ուղղակի միանգամից հիշողությանը գալիս հետևյալը կառավարության նիստին վարչապետը ուղղակի ասում է, որ մենք տգետ ենք, բոլորս տգետ ենք եւ կրկնեմ այս միտքը, ոչ մեկ այդ դայլիճում չասեց, որ ինքը տգետ չի։ Բոլորը ընդունեցին։ Սա ուսապարկային կառավարում է։ Ես էլ եմ եղել նախագահ, եղել եմ վարչապետ։ Ես չեմ պատկերացնում ոնց է կարելի կառավարության անդամներին նստացնել եւ ուղղակի ասել տգետ եք դուք։ Չեմ պատկերացնում։ Ինքնասիրություն ունեցող մարդը այդ միջավայրում չպիտի աշխատի։ Եթե քո ինքնասիրությունը պաշտոնի դեմ, այդ ռազմենն ես անում։ Հիմա ինչ ասեմ։ Դուք չեք գտնի մեկ պաշտոնյա, որին ես իմ բնավորությամբ ես խիստ մարդ եմ, բայց որի արժանապատվությանը ես որևէ անգամ, որը մեկ անգամ կպացնեի։ Չեք գտնի պաշտոնյա, ինչքան իմ ժամանակ աշխատած մարդիկ կան, իրենց ցարցրեք։ Դու եթե պաշտոնյային արժանապատվության, եթե գործը դրան է հասնում, արժանապատվության պիտի կպնես, որը միջև կպնելը պիտի գործից ազատես։ Բայց դա քեզ թույլ չպիտի տաս, որովհետև այդ մարդը հետո պիտի աշխատի։ Արժանապատվություն չունեցող մարդը պաշտոնում չպետք է լինի։ Բայց այս հարցին ովքեր չեն ուզում, որ Հայաստանում իշխանության կա Հայաստան դաշինքը ազգային ուժերը, սրան ուզում եմ անդրադառնալ։ Չեն ուզում Թուրքիան եւ Ադրբեջանը, որտեղ ուզում են ունեն խամաճիկ Հայաստանի ղեկավար եւ շարունակեն թուլացնել մեր պետականությունը։ Չեն ուզում որոշ արդեն նշմարվում են օլիգարխներ, ովքեր այս իշխանության տակ ծծում են ժողովրդի արունը ու այսօր էլ ամեն ինչ անում, որ սրանք վերարտադրվեն։ Չեն ուզում մեր երկիրը ներսից քայքայող որոշ ուժեր ու ամեն ինչ սրանք փորձելու են անել, որ Հայաստանի Հանրապետությունը չունենա ուժեղ, կայացած Հայաստանի ազգային շահերը սպասարկող մեր ինքնությունը պահող իշխանություն։ Բայց դրանք փոքրամասնություն են, մեր ժողովուրդը այս անգամ հունիսի 7-ին դրանց վերջնական պատասխանը պետքա տա ու հաղթի այդ ուժերին։ Վերջի հարցը եւ երիտասարդու վերջ, էլի։ Որ կողմում, վերջինը խնդրում եմ, մյուս երիտասարդը։ Շնորհակալություն, պարոն նախագահ, նախ ներկայանամ, ես Թեյմուր Ազյան Լուիզան եմ, ուսանողուհի եմ Երևանի պետական համալսարանում եւ այսօր քննարկեցինք շատ կարեւոր ներքին քաղաքական իրավիճակներ, բայց կցանկանամ նաեւ անդրադառնանք այն ռազմաքաղաքական դաշինքներին, որոնք որ ոչ թե ասենք կենսական, բայց շատ կարեւոր են փոքր պետությունների համար։ Մենք հապկում սառեցրել ենք մեր
անդամակցությունը եւ շատ հետաքրքիր է ինձ, երբ իշխանություն գլուխ գաք դուք, ինչ քայլեր կձեռնարկեք, արդյոք Հայաստանի անդամակցումը հապկում կապասառեցվի եւ ինչ արտաքին քաղաքական հայեցակարգ կմշակեք, որը որ կլինի բազմաբևեռ, բազմավեկտոր, բարի ողջ իմաստով, ոչ թե վեկտորը ուղենք մի ուղղության, առանց մեկ ուղղության հետ համագործակցելու։ Շնորհակալություն։ Հասկացա։ Նայեք, փոքր երկրի համար բարդ տարածաշրջանում չունենալ, չլինել մաս ավելի մեծ համակարգի, սա անվտանգային սպառնալիք է, իրականում սպառնալիք է։ Հիմա ուրիշ այդպիսի համակարգ, այդպիսի կազմակերպություն չկա, կամ ՆԱՏՕ-ն է, կամ ՀԱՊԿ-ն է։ Ուրիշ չկա, ուրիշը Ասիայի, Հեռավոր Ասիայում ավելի շատ խաղը օվկիանոսի տարածաշրջանը ինչ-որ բաներ կան, բայց մեր հետ այս տարածաշրջանի հետ կապ չունեն։ Ուրեմն փոխանակ դու ճիշտ հարաբերություններ կառուցես ՀԱՊԿ-ի ներսում եւ Ռուսաստանի հետ եւ այլ երկրների հետ, դու սաղ հետ համարը հարաբերությունները փչացրել ես։ Եվ հետո նեղանում են, ասում են, «Էս ինչ եղավ, ՀԱՊԿ-ը ինչու չմիջամտեց»։ Այո, պետք է վերականգնել այդ հարաբերությունները։ Եվ ՀԱՊԿ-ի կենտրոնական այսպես պետությունը ՀԱՊԿ-ը կառուցված է Ռուսաստանի շուրջ։ Խոսքը նրա մասին չի, որ օրինակ Ղրղստանը մեզ կգաց թե ինչ-որ բանով կօգնի, չի օգնելու։ Բայց ՀԱՊԿ-ի շրջանակներում հենվելով եւ հարաբերությունները վերականգնելով Ռուսաստանի հետ, մենք լրջորեն կարող ենք ամրացնել մեր անվտանգությունը։ Լրջորեն։ Ուրեմն պետք է վերականգնել այդ հարաբերությունները։ Չլսեցի։ Այո, հնարավոր է վերադառնալ։ Բացի դրան, մենք ունենք Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագիր։ Ռուսաստանը ստեղ ունի ռազմական բազա։ Մեր երկկողմ պայմանագիրը եւս բավական լուրջ այսպես հիմքեր է տալիս այդ հարաբերությունները կառուցելու։ Ինչով էր հետաքրքիր մեզ համար ՀԱՊԿ-ը։ ՀԱՊԿ-ի շրջանակներում շատ մեծ զեղչերով հնարավոր էր բանակը համալրել զենք զինամթերքով, իսկապես մեծ զեղչերով, նույնիսկ լիքը հարցեր առանց փող էինք լուծում, առանց փող, կրկնում եմ, հիմա խոսում եմ պարադի մասին, չէ, սա բանը վերջերս, և այն կադրերը, որը ցույց տվեցին, եթե չեմ սխալվում, ֆրանսիական մի հրետանի են ցույց տվել, ֆրանսիական հրետանի, որը իրականում լավն է, լավ հրետանի է, մոտարապես գինը 5-6 միլիոն դոլար, մեկը, ավտոշասիի վրա, անոնը Ցեզար, եթե չեմ սխալում դա են ցույց տվել, ինչքան բան եմ անում, չէ, դա է։ Հիմա նմանատիպ զենք Ռուսաստանը ունի, որի գինը 2.5 միլիոն դոլար է։ Հիմա այդ Ցեզարի բանը կալիբրը 155 մմ է։ Այն զենքի կալիբրը 152, նույն հզորությունն է։ Հեռավորությունը նույնն է, ամեն ինչը նույնն է։ Մեկը մյուսից 2 անգամ էժան, ՀԱՊԿ-ի շրջանակներում կարելի էր շատ ավելի էժան վերցնել։ Լավ հարաբերություններ ունենալով կարելի էր կրկնակել գինը իջեցնել։ Մեկ արկա այդ Ցեզարի համար 2.5-ից մինչև 5,000 դոլար, մեկը 155 մմ։ Մեկ արկա ռուսականը 800-ից մինչև 1000 դոլար։ Հիմա դուք նայեք, ինչ ահռելի գումարների տարբերություն է այստեղ։ Հիմա դու ստեղ այդ հնարավորություն ունես։ Դու խես գնացել ուրիշ տեղից ես բերում։ Այդ հարցի պատասխանը իրականում ես չունեմ։ Բացի դրան, դու, եթե սպասարկման հարց, եթե արկերի լարացիչ ինչ-որ քանակի, ոնց ես բերելու հասնես Հայաստան։ Ոնց ես բերելու, որ ճանապարհով, որ մարշրուտով, չկա, չի լինելու։ Դա հերթական մոդելն է, երբ դու այն սուերի պատմությունը, սուերը բերեցին, գոնե մեկ անգամ չօգտագործվեց։ Հիմա բերում եք թանկարժեք, լավ, զինատեսակ,
որը մեծ կասկածներ կա, թե անհրաժեշտության դեպքում դու ի վիճակի ես լինելու օգտագործել։ Հիմա սա ողջամտության ինչ որ բան չէ, սահմաններ պետք է լինի։ Կրկնում եմ, այդ զենատեսակի վերաբերյալ իմ կարծիքս այնպեսին է, իր պարամետրերով ինքը լավն է։ Բայց կա դրա անալոգը շատ ավելի էժան։ Ոչ պակաս իր ամեն ինչով։ Հիմա սա է։ Հեսա բերելով են ցույց տալ, մարդկանց ասեն, սա բանն է, Wundwaffe են ասում են, чудо оружие, այս բանի երկրորդ համաշխարհային ժամանակ բաներ չի օգտագործում էր այդ տերմինը։ Հիմա սա է վիճակը։ Վերականգնել եւ օգտագործել այդ լծակները բանակը ամրացնելու համար։ Եվ իդեպ եւս մեկ հանգամանք այսօր ամենից մեծ եւ ամենից ժամանակակից մարտական փորձը ունեն երկու բանակ։ Ռուսական եւ ուկրաինական։ Իրականում սա է։ Պատերազմի բնույթը փոխվել է եւ ամենից մեծ փորձը այսօր ռուսական ունի եւ այդ փորձից չօգտվելը քո բանակը ամրացնելու համար ուղղակի բացատրություն չունեմ, ոչ թշնամություն է, սեփական անվտանգության հարցերի վերաբերյալ։